Նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը Սահմանադրության մասով ընդհանրապես, որովհետեւ ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Եվ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության պայմանագրի կլուծի այդ հարցը։ Շատ լավ, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում։ Այսօր կրկնել են այդ պահանջը։ Այո, ես դա հասկանում եմ։ Ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրություն տարածքային պահանջների պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների պահանջում։